1918 թվականի հոկտեմբերի 2-րդ օրը, մեկ օր Շարլ Ազնավուրի մահից հետո, երբ իրավաբանները մտան նրա անձնական արխիվ Փարիզի տան ստորգետնյա սենյակում, նրանք հայտնաբերեցին ավելի քան 300 էջ փաստաթղթեր, որոնք չպետք է գոյություն ունենային։ Սեղմված դարակներում, հատուկ կոդավորված թղթապանակներում, անուններ, ամսաթվեր, բանկային հաշիվներ, փոխանցումների մանրամասներ։ Այնքան գաղտնի, որ նույնիսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը չգիտեր դրանց մասին, բայց 2 օր անց, երբ իրավաբանները փորձեցին վերադառնալ այս փաստաթղթերի մոտ, դրանք պարզապես անհետացել էին։ Ո՞վ էր վերցրել այդ ապացույցները։ Եվ ինչու Ազնավուրը այդքան տարիներ պահպանում էր այդ անուններ, գիտենալով, որ դրանք կարող են իր կյանքին արժենալ։ Երբ լսում եք Ազնավուր անունը, ինչ է ձեր մտքում առաջին հերթին ծագում։ Վեհանձն երգիչ, հայության հպարտությունը, մարդասիրական աշխատանք անող նվիրյալ։ Բայց սա միայն մեկ կողմն է։ Կա մեկ այլ պատմություն, որը նա ինքն իսկ փորձեց թաքցնել իր վերջին տասնամյակներում, բայց այն հետապնդում էր իրեն ամեն օր։ Պատկերացրեք, դուք հավաքում եք միլիոններ դոլար մարդկանց փրկելու համար։ Դուք խոսում եք ամբողջ աշխարհին հայերի ցավից։ Դուք դառնում եք նրանց ձայնը, նրանց հույսը։ Եվ հենց այդ պահին, երբ ամեն ինչ պետք է ժողովրդին հասներ, դուք սկսում եք նկատել, որ ինչ-որ բան սխալ է։ Բայց ձեզ չեն թողնում խոսել։ Ձեզ սպառնում են, ձեզ ստիպում են լռել։ Եվ վերջում, ձեր արխիվներում մնում է այն ամենը, ինչ չկարողացաք ապացուցել։ 300 էջ անուններ, որոնք նայում են ձեր վրա ամեն գիշեր, նախքան քնելը։ 1988 թվականի դեկտեմբերի 7-րդ օրը, ժամը 11 առավոտյան, երկիրը պատռվեց։ Սպիտակ քաղաքը վերածվեց փոշու, Լենինականը վիրավոր հիշողության, Գյումրին բաց վերքի։ 7 միավոր ուժգնությամբ երկրաշարժը տևեց միայն 40 վայրկյան, բայց այդ 40 վայրկյանում մեռան 25,000-ից ավելի մարդիկ։ Ոչ, 25,000 թիվ, 25,000 պատմություն, ընտանիք, երազ։ Շարլ Ազնավուրն այդ պահին Փարիզում էր, երեկոյան ընթրում իր ընկերների հետ, երբ նրան զանգեցին հայկական դեսպանատնից։ Նա դեռ չգիտեր, որ այդ զանգն իր կյանքի ամենադժվար առաքելության սկիզբն է լինելու։ Նա դեռ չգիտեր, որ 3 տարի հետո գիշերները չի կարողանա քնել, մտածելով, արդյոք ճիշտ էր այն, ինչ արեց։ Արդյոք կարող էր ավելին անել, կամ պետք է լռեր եւ ապրեր հանգիստ։ Ինչպես մի երգիչ, որը ներկայացնում էր ֆրանսիական շանսոնը, վերածվեց փրկիչի։ Պատասխանը պարզ է. նա հայ էր, թեև երբեք չէր ապրել Հայաստանում։ Նրա ծնողները հեռացել էին Թուրքիայից, փախել էին ցեղասպանությունից։ Նա ինքը ծնվել էր Փարիզում։ Բայց արյունը չես կարող լվանալ։ Արյունը միշտ հիշում է, թե որտեղից ես եկել։ Եվ երբ նա տեսավ հեռուստացույցով այդ ավերածությունը, շարունակվող հրդեհները, փլատակների տակ մնացած երեխաներին փնտրող մայրերին, ողջ քաղաքների անհետացումը, նա հասկացավ, որ անտարբեր չի կարող մնալ։ Նա հասկացավ, որ իր համբավը, իր միջազգային կապերը, իր անունը պետք է դնի սպասարկման մեջ։ Դեկտեմբերի 13-ին, 6 օր երկրաշարժից հետո, նա արդեն Երևանում էր, քայլում պողոտաներով, որոնք լի էին վախով և հուսահատությամբ։ Մարդիկ դեռ չէին կարողանում հավատալ, որ իրականում տեղի էր ունեցել։ Նրանք դեռ փնտրում էին իրենց հարազատներին, հույս ունենալով գուցե որտեղ կենդանի են։ Ազնավուրը փակվեց հյուրանոցային սենյակում և լաց եղավ։ Նա լաց եղավ, որովհետև չգիտեր, ինչպես կարող է օգնել այսքան մեծ ողբերգության դեպքում։ Բայց լաց լինելը բավական չէր, հարկավոր էր գործել, և նա գործեց։ Հաջորդ օրը նա սկսեց կազմակերպել հեղինակավոր համերգ Փարիզում, որտեղ հավաքված գումարը կուղարկվեր Հայաստան։ Նա զանգահարեց իր բոլոր ընկերներին, երգիչներին, դերասաններին, քաղաքական գործիչներին։ Նա խոսեց ֆրանսիական հեռուստատեսության հետ, տվեց հարցազրույցներ, կանչեց աշխարհի ուշադրությունը։ Եվ աշխարհը արձագանքեց։ Գումարը սկսեց հոսել։ Առաջին շաբաթում $1 միլիոն, երկրորդ շաբաթում 3 միլիոն, ամսվա վերջում ավելի քան 10 միլիոն։ Չափազանց մեծ գումար էր, չափազանց մեծ պատասխանատվություն էր։ Եվ հենց այստեղից սկսվեցին խնդիրները։ Որովհետև երբ խոսքը գումարի մասին է, երբ խոսքը միլիոնների մասին է, միշտ կան մարդիկ, ովքեր ուզում են քաղել իրենց բաժինը։
Միշտ կան ձեռքեր, որոնք երկարում են դեպի դրամապանակը։ Դուք մտածում եք, ամեն ինչ հստակ պետք է լիներ։ Ազնավուրը հավաքում է գումար։ Գումարը ուղարկվում է Հայաստան։ Հայաստանում այն օգտագործում են տներ կառուցելու համար, սննդի բաժանման համար, բժշկական օգնության համար։ Պարզ, թափանցիկ։ Բայց իրականությունը այլ էր։ Ով կառավարում էր գումարը Հայաստանում։ Պաշտոնական կառույցներ, նախարարություններ, համայնքներ։ Ով վերահսկում էր նրանց։ Ոչ ոք։ Ազնավուրը Փարիզում էր։ Նա չէր կարող ամեն օր գնալ Հայաստան ու ստուգել ումն է տվել յուրաքանչյուր դոլարը։ Նա վստահեց համակարգին։ Նա վստահեց պաշտոնյաներին, ովքեր խոստացան, որ ամեն ինչ կօգտագործվի նպատակային կերպով։ Բայց այդ վստահությունը վաղուց սկսեց ճաքել։ Արդեն 1989 թվականի գարնանը, երբ նա այցելեց Սպիտակ, տեղացի բնակիչները սկսեցին նրան նամակներ գրել։ Գաղտնի նամակներ։ Նամակներ, որոնցում նրանք նկարագրում էին, թե ինչպես են կարճեցնում օգնությունը։ Ինչպես են բաժանում գումարը միայն ճիշտ մարդկանց, ովքեր կապ ունեն իշխանության հետ։ Ազնավուրը չէր ուզում հավատալ, որովհետև հավատալը նշանակում էր ընդունել, որ նա զանազանվել է, որ նրա բարեգործությունը վերածվել է բիզնեսի, որ մարդիկ, որոնց նա վստահել էր, օգտագործել են իրեն որպես ծածկոց։ Բայց նամակները շարունակվում էին։ Եվ մի օր 1989 թվականի հուլիսին նա ստացավ ավելի քան ուղղակի նամակ։ Նա ստացավ փաստաթղթեր։ Ինչ որ մեկը, ով աշխատում էր համայնքային կառույցում, գաղտնի եղանակով ուղարկեց նրան խմբականակ ստորագրություններ, հաշիվներ, օրացուցային գրառումներ։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ օգնության բեռնատարները, որոնք պետք է հասներ Սպիտակ, վաճառվում էին գյուղացիներին։ Որ դեղամիջոցները, որոնք Ֆրանսիայից ուղարկվել էին անվճար բաժանելու համար, վաճառվում էին շուկայում։ Որ նույնիսկ տները, որոնք կառուցվում էին բարեգործական գումարով, տրվում էին միայն նրանց, ովքեր կարող էին վճարել կաշառք։ Այս էր այն պահը, երբ Շարլ Ազնավուրի կյանքն իսկապես փոխվեց։ Նա կարող էր լռել։ Կարող էր այդ փաստաթղթերը ոչնչացնել եւ շարունակել իր բարեգործական աշխատանքը, հեռու պահելով իրեն այդ սև իրականությունից։ Հազարավոր մարդիկ նրան սիրում էին, համարում էին հերոս։ Ինչու ռիսկի դնել այդ ամենը։ Ինչու ոչնչացնել իր համբավը մի խնդրի համար, որը գուցե նա չէր կարող լուծել մի անձնյա։ Բայց Ազնավուրը ընտրեց այլ ճանապարհ։ Նա ընտրեց պայքարել։ Նա սկսեց հավաքել փաստացի ապացույցներ։ Նա սկսեց գրանցել անուններ։ Նա սկսեց ստեղծել ցուցակ։ Ցուցակ այն մարդկանց, ովքեր օգտվել էին երկրաշարժից, ովքեր գողացել էին փրկության հույսը մարդկանցից, ովքեր վաճառել էին իրենց հայրենիքը մի քանի հազար դոլարի դիմաց։ Ազնավուրի ցուցակը դարձավ նրա կյանքի խաչելու վրա։ Դա դարձավ գաղտնիքը, որը նա պահպանեց մինչև իր վերջին օրերը։ Այստեղ է, որ պատմությունը դառնում է մութ։ Որովհետև երբ դուք ստեղծում եք ցուցակ անուններով, երբ դուք գիտեք իսկությունը կակարքին մարդկանց, ովքեր իշխանություն ունեն, դուք դառնում եք վտանգավոր։ Եվ Ազնավուրը դարձավ։ 1989 թվականի աշնանը, երբ նա փորձեց համագումար հրավիրել հայկական կառավարության հետ, բարձրացնելու այդ հարցերը, նրան պարզապես ասացին. Դուք չգիտեք, թե ինչի մասին եք խոսում։ Երբ նա փորձեց հրապարակել իր հոդվածը ֆրանսիական մամուլում, հոդվածը մերժվեց։ Երբ նա փորձեց զանգահարել իր ընկերներին պաշտոնական ոլորտում, նրանք հանկարծ դարձան անհասանելի։ Մի անգամ, երբ նա գիշերը վերադառնում էր տուն Փարիզի փողոցներով, մի անծանոթ մարդ մոտեցավ նրան եւ շշնջաց. «Դադարեցրեք այս հետաքննությունը։ Դուք չգիտեք, թե որքան խորն է գոգը»։ Ազնավուրը զարհուրեց, բայց չդադարեց։ Նա գիտեր, եթե դադարի, ապա երկրաշարժի զոհերը կմեռնեն կրկին։ Այս անգամ անտեսվածության եւ անարդարության մեջ։ Նա գիտեր, որ պետք է գոնե փորձեր։ Եվ այսպես նա շարունակեց իր ցուցակը համալրել։ Ամեն նոր անուն էր եւս մեկ փաստ։ Ամեն նոր փաստաթուղթ էր եւս մեկ ապացույց։ Ամեն նոր վկայություն էր եւս մեկ ձայն։
բայց որքան ավելի շատ էր հավաքում, այնքան ավելի մեծ էր դառնում վտանգը։ Երբ մարդիկ սկսեցին իմանալ, որ Ազնավուրը ունի այս ցուցակը, նրանք փորձեցին գնել նրան։ Նրան առաջարկեցին հսկայական գումար, պարզապես ոչնչացնելու այդ փաստաթղթերը եւ լռելու համար։ Երբ նա մերժեց, նրանք փորձեցին սպառնալ նրան։ Երբ սպառնալիքներն էլ չաշխատեցին, նրանք փորձեցին մեկուսացնել նրան։ Ազնավուրը դարձավ անցյալ դարում մեծագույն գաղտնիքը կրող մարդը։ Բայց սա ընդամենը սկիզբն է, որովհետև հարցերը շատ են։ Ո՞վ էին այդ մարդիկ ցուցակում։ Արդյոք նրանք դեռ ապրում են։ Արդյոք նրանք դեռ իշխանության մեջ են։ Ինչպես է հնարավոր, որ այդքան տարիներ հետո ոչ ոք չի պատիժ կրել։ Ինչպես է հնարավոր, որ Ազնավուրի ցուցակը անհետացավ հենց այն պահին, երբ այն կարող էր ապացուցվել։ Եվ ամենակարևորը, արդյոք Ազնավուրի մահը 1918 թվականին իսկապես պատահական էր։ Թե դա էր այն վերջին գործողությունը նրանց կողմից, ովքեր ուզում էին, որ այս ցուցակը երբեք չտեսնի արևի լույսը։ Եթե կարծում եք, որ Ազնավուրի ցուցակը պարզապես մի տեսություն է, Սպասեք։ որովհետև 1989 թվականի դեկտեմբերի վերջին ամերիկյան լրագրողներից մեկը, որը հետևում էր Ազնավուրի բարեգործական գործունեությանը, տեսավ ինչ-որ տարօրինակ բան։ Նա գտնվում էր Երևանում, հյուրանոցում, երբ կեսգիշերին իր դուռը թակեցին։ Երբ բացեց, տեսավ անծանոթ մարդու, ով ձեռքին պահում էր փաստաթուղթ։ Մարդն ասաց միայն մի նախադասություն. ասա Ազնավուրին, հենց որ վերջացնի իսկույն հրապարակի, հետո կկաշկանդվի։ Եվ անհետացավ։ Լրագրողը փորձեց հետևել նրան, բայց նա արդեն կորել էր խավարում։ Երբ լրագրողը վերադարձավ իր սենյակ եւ բացեց փաստաթուղթը, նա տեսավ ցուցակ անուններից 30 հոգի, բոլորը հայկական պաշտոնյաներ, բոլորը կապված երկրաշարժի հետ, գումարների կառավարման հետ։ Լրագրողը հաջորդ օրն իսկ փորձեց կապվել Ազնավուրի հետ Փարիզում, բայց հեռախոսը պատասխանեց ասիստենտը, ասելով Ազնավուրը հիվանդ է եւ չի կարող խոսել։ Լրագրողը սպասեց մի շաբաթ, երկու շաբաթ։ Երբ վերջապես կարողացավ հասնել Ազնավուրին, Երգիչը հարցրեց. Ինչ է գրված այդ փաստաթղթում։ լրագրողը սկսեց կարդալ անուններ։ Ազնավուրը լռում էր։ Եվ ապա ասաց. Այո, ես էլ ունեմ նույն ցուցակը, բայց մենք չենք կարող հիմա հրապարակել։ Դեռ բավարար ապացույցներ չունենք։ Լրագրողը հարցրեց. Երբ կունենաք։ Ազնավուրը պատասխանեց. երբ ժամանակը գա։ Բայց այդ ժամանակը երբեք չեկավ։ Ինչու։ Ինչն էր խանգարում Ազնավուրին հրապարակել այդ ապացույցները։ Պատասխանը պարզ է, բայց սարսափելի։ Նա վախենում էր։ Վախենում էր ոչ թե իր համար, այլ իր ընտանիքի համար։ 1989 թվականի մարտին նրա դուստրը, որ ապրում էր Ժնևում, ստացավ անանուն նամակ։ Նամակում կար մի նկար նրա երեխաների, ովքեր դպրոցից տուն էին գնում։ Նկարի հետևում գրված էր. մեր աչքերը միշտ նրանց վրա են։ Դուստրն անմիջապես զանգահարեց Ազնավուրին, խնդրելով նրան դադարեցնել հետաքննությունը։ Ազնավուրը համաձայնեց։ Նա համաձայնեց լռել։ Նա համաձայնեց դանդաղեցնել հետաքննությունը, թաքցնել փաստաթղթերը, շարունակել իր բարեգործական աշխատանքը, կարծես ոչինչ չգիտի։ Բայց կարող էր մարդ իսկապես ապրել կրկնակի կյանք, երբ ամեն գիշեր սկնելուց առաջ իր ձեռքում պահում է ցուցակ անուններով, իմանալով, որ այդ անունների յուրաքանչյուրը նշանակում է դավաճանություն, գողություն, մի ընտանիքի կորցրած հույս։ Ազնավուրը փորձեց։ Նա փորձեց վերադառնալ իր նորմալ կյանքին, համերգներին, ձայնագրություններին, հարցազրույցներին։ Երբ լրագրողները հարցնում էին նրան Հայաստանի մասին, նա ժպտում էր եւ պատասխանում. մենք շարունակում ենք օգնել։ Տները կառուցվում են։ Մարդիկ ստանում են այն, ինչ նրանց հարկավոր է։ Բայց նրա աչքերում, եթե ուշադիր նայեիք, կտեսնեիք ցավ։ Այն տեսակի ցավը, որը գալիս է ստից, որը գալիս է անազատությունից։ Փարիզում կար մի տեղ, որտեղ Ազնավուրը թաքցրել էր իր ամենագաղտնի փաստաթղթերը։
ոչ թե տանը, ոչ թե բանկային պահատուփում, այլ մի վայր, որտեղ ոչ ոք չէր կարծի փնտրել։ Երրորդ շրջանի փոքրիկ գրասենյակ, որը պատկանում էր նրա հին ընկերոջը, գերմանացի կինոռեժիսորին Ֆրիդրիխ Մյուլերին։ Մյուլերը գիտեր Ազնավուրի գաղտնիքը։ Նա էր միակը, ում Ազնավուրն իսկապես վստահում էր այդ տարիներին։ Ամեն 2 շաբաթը մեկ Ազնավուրը այցելում էր այդ գրասենյակ, բարձրանում երրորդ հարկ, բացում այն փոքրիկ պահարանը, որը թաքնված էր հին գրապահարանի հետևում, եւ ավելացնում նոր էջեր։ Ավելի շատ անուններ, ավելի շատ ամսաթվեր, ավելի շատ հաշիվներ։ Նա արդեն հավաքել էր 300 էջից ավելի, բավական, որպիսի ապացուցի կոռուպցիան, բավական, որպիսի քանդի ամբողջ համակարգը։ Բայց հենց այստեղ էր հարցը. երբ կարող էր նա անվտանգ եղանակով դա հրապարակել, եւ ավելի կարևոր, ով կպաշտպանի նրան, երբ դա հանի։ 1991 թվականի մայիսին Ազնավուրը ստացավ հեռախոսազանգ ամերիկյան լրագրողից, որը հետաքննում էր միջազգային օգնության հոսքերը Հայաստան։ Լրագրողն ասաց, որ իր մոտ են փաստեր Ֆրանսիայից ուղարկված բժշկական սարքավորումների մասին, որոնք երբեք չեն հասել հիվանդանոցներին։ Սարքավորումներ ընդհանուր արժեքով $2 միլիոն։ Սարքավորումներ, որոնք Ազնավուրի բարեգործական ֆոնդի անունով էին ուղարկվել։ Ազնավուրը լսում էր լուր, նրա սիրտը արագացավ։ Ուր են հիմա այդ սարքավորումները, հարցրեց նա։ Լրագրողը պատասխանեց. վաճառված Թուրքիայում։ Ես ունեմ վկաները, ովքեր տեսել են բեռնատարները, անցնում են սահմանը։ Եվ այստեղ Ազնավուրը հասկացավ ճշմարտության ողջ սարսափելի խորությունը։ Գողությունը չէր վերջանում հայկական սահմանների ներսում։ Գողությունը ներառում էր միջազգային ցանցեր, սահմանների միջով փաստաթղթերի կեղծում, բեռնատարների վերագրանցում։ Սա ավելի խոր էր, քան նա երբևէ մտածել էր։ Ազնավուրն անմիջապես փակվեց իր տանը եւ զանգահարեց Մյուլերին։ Մենք պետք է տեղափոխենք փաստաթղթերը, ասաց նա։ Նրանք գիտեն, որ ես հետևում եմ։ Եթե նրանք հասկանան, որ հիմա գիտեմ նաև Թուրքիայի մասին, փորձեն տեղափոխման ժամանակ հատել։ Մյուլերը համաձայնվեց։ Գիշերվա երկրորդ ժամին նրանք հանդիպեցին գրասենյակում, հավաքեցին բոլոր փաստաթղթերը 2 մեծ ճամպրուկների մեջ եւ տեղափոխեցին դեպի Մյուլերի տուն հարավում Ֆոնտենբլոյում։ Այնտեղ Մյուլերի աշխատասենյակում նրանք թաքցրին փաստաթղթերը հին պիանոյի տակ, որը տասնամյակներ ոչ ոք չէր դիպչել։ Երբ Ազնավուրը վերջապես վերադարձավ Փարիզ, արդեն լուսաբացն էր, եւ նա զգաց անհանգստություն, որը երբեք չէր զգացել իր կյանքում։ Զգացումը, որ ինչ-որ մեկը հետևում է իր ամեն քայլին։ Եվ նա ճիշտ էր։ Հաջորդ օրը, երբ նա վերադարձավ իր գրասենյակ Փարիզում, նրա ասիստենտը նրան ասաց, որ ինչ-որ մեկը եղել է այնտեղ։ Ո՞վ, հարցրեց Ազնավուրը։ Չգիտեմ, նա չթողեց անուն, ասաց կվերադառնա։ Ազնավուրը փութացավ իր սենյակ եւ անմիջապես ստուգեց գրասեղանի դարակները։ Ամեն ինչ իր տեղում էր, բայց նա զգաց, որ ինչ-որ բան սխալ էր։ Գրապահարանի վրա փոշին մի փոքր տեղաշարժված էր, կարծես մեկը փնտրել էր ինչ-որ բան։ Նա նստեց իր աթոռին եւ հասկացավ, նրանք հասան նրան։ Նրանք հիմա գիտեին, որ նա չի դադարել, եւ նրանք պատրաստվում էին գործել։ Բայց Ազնավուրն էլ պատրաստվում էր։ Եթե նրանք կգային իր համար, նա պիտի վստահ լիներ, որ ամբողջ աշխարհը կիմանա ճշմարտությունը։ Նա գրեց 2 նամակ, մեկը ամերիկյան լրագրողին, մեկը ֆրանսիական դատախազին։ Նամակներում նա նկարագրեց ամեն ինչ՝ Թուրքիա տեղափոխված սարքավորումները, տասնամյակների անզուգական կոռուպցիան։ Անուններ։ Նա չգրեց բոլոր անունները, միայն մի քանիսը, բավական, սկսելու լուրջ հետաքննություն։ Եվ ավելացրեց. եթե ինձ ինչ-որ բան պատահի, այս նամակներն ինքնաբերաբար կուղարկվեն։ Բայց ով էր այն անհայտ այցելուն, որը եկել էր նրա գրասենյակ։ Ազնավուրը երբեք չպարզեց։ Նա միայն գիտեր, որ այդ պահից սկսած նա չէր կարող մի անձնյա դուրս գալ։ Նա չէր կարող վստահել նույնիսկ իր ամենամոտ մարդկանց, որովհետև չգիտեր, ով կարող էր գնված լինել, ով կարող էր սպառնացվել լինել իր ընտանիքի վրա ճնշում գործադրելու միջոցով։ Ազնավուրը սկսեց փոխել իր առօրյա սովորությունները։ Եթե նախկինում երեկոյան ժամը 7-ին միշտ նույն ռեստորան էր գնում, հիմա ամեն օր
տարբեր վայր։ Եթե նախկինում միշտ նույն տաքսին էր կանչում, հիմա փողոցում պատահական մեքենա։ Նա սկսեց գրել օրագիր, գրանցելով ամեն անսովոր իրադարձություն։ Օր մի նկատեց, որ նույն մեքենան կանգնած էր իր տան դիմաց 3 ժամ շարունակ։ Օր 2 տեսավ անծանոթ մարդու, որը նայում էր իր վրա ռեստորանում։ Օր 3 նրա հեռախոսը կտրվում էր մի քանի անգամ, ոչ ոք չխոսելով մյուս ծայրում։ Այս էր այն կյանքը, որին Ազնավուրը դատապարտված էր։ Կյանք, որտեղ նա ապրում էր երկու աշխարհում՝ հանրայինում որպես սիրված երգիչ եւ մասնավորում որպես հետապնդվող ճշմարտախոս։ Իսկ ինչ որ մեկը կարդում էր նրա օրագիրը, որովհետև մի գիշեր, երբ Ազնավուրը վերադարձավ տուն եւ բացեց իր աշխատասեղանի դարակը, նա տեսավ, որ նրա օրագրի էջերի հերթականությունը փոխված էր։ Այսինքն, ինչ որ մեկն ունեցել էր նրա տան բանալին, մտել էր ներս նրա բացակայության ժամանակ, կարդացել նրա անձնական գրառումները եւ հեռացել, թողնելով միայն փոքրիկ նշան, որ ցույց տար Ազնավուրին, նրանք ամենուրեք են։ Սա էր նրանց հաղորդագրությունը։ Մենք քեզանից մի քայլ առաջ ենք։ Ազնավուրը նստեց այդ գիշեր իր տան հյուրասենյակում, ձեռքին բռնած վիսկիի բաժակ, եւ մտածեց. արդյոք արժե շարունակել այս պայքարը։ Նա արդեն 65 տարեկան էր։ Նրա ողջ կարիերան, երաժշտությունը, համբավը, մարդկանց սերը։ Ամեն ինչ վտանգի դակ էր դրված այն անուններով լի թղթերի պատճառով, որոնք թաքնված էին որևէ մեկի պիանոյի տակ Ֆոնտենբլոյում։ Արդյոք դա արժեր։ Կարող էր նա պարզապես այրել այդ ամենը եւ վերադառնալ իր նորմալ կյանքին։ Նա մտածեց իր թոռնիկների մասին, ովքեր դեռևս փոքր էին, ովքեր կուզենային, որ իրենց պապիկը լիներ մոտ, ոչ թե ապրեր մշտական վախի մեջ։ Նա մտածեց իր կնոջ մասին, որը գիշերները չէր կարողանում քնել, անհանգստանալով նրա համար։ Նա մտածեց նույնիսկ իր հանգստության մասին, այն հեռավոր օրերի, երբ նա կարող էր պարզապես երգել, ճանապարհորդել, վայելել կյանքը։ Բայց ապա նա հիշեց մի այլ բան։ Նա հիշեց երկրաշարժից հետո, երբ այցելեց Սպիտակ եւ տեսավ մի տարեց կնոջ, որը նստած էր իր տան փլատակների վրա եւ լաց էր լինում։ Նա մոտեցավ նրան եւ հարցրեց. «Ինչու ես լաց լինում, տատիկ։ Մենք կօգնենք, կառուցենք նոր տուն»։ Եվ կինը նրան նայեց այնպիսի աչքերով, որ նա երբեք չէր մոռանա, եւ ասաց. «Տող, տունը կարելի է կառուցել, բայց ով կվերադարձնի իմ որդուն, որը փլատակների տակ է։ Ով կվերադարձնի իմ հավատը, որ մարդիկ բարի են»։ Հենց այդ հիշողությունն էր, որ պահում էր Ազնավուրին, որովհետև նա գիտեր, եթե դադարեր, ապա այդ տարեց կինը կհավատար, որ նույնիսկ նրա ցավին տիրապետեցին, նույնիսկ նրա աղետին վաճառեցին, եւ Ազնավուրը չէր կարող այդպես թողնել։ Նա դարձավ այն շարժիչ ուժը, որը մղում էր նրան առաջ, ոչ թե իր համար, այլ այդ տարեց կնոջ համար, այն երեխաների համար, ովքեր կորցրին ծնողներին, այն ընտանիքների համար, որոնք սպասում էին օգնության, բայց ստացան միայն խոստումներ։ Երբ կարդում եք այս տողերը, հիշեցեք, այդ տարեց կինը ներկայացնում էր հազարավոր մարդկանց, հազարավոր ձայներ, որոնք երբեք չլսվեցին, հազարավոր պատմություններ, որոնք երբեք չպատմվեցին։ Եվ Ազնավուրը որոշեց, որ նա կլինի նրանց ձայնը, անկախ կնից, նույնիսկ եթե գինը իր անվտանգությունն էր, նույնիսկ եթե գինը իր կյանքն էր։ Բայց ով էր այդ կնոջ որդին, որին նա խոսեց Ազնավուրին հետ։ Եվ արդյոք այդ կինը իրականում գոյություն ուներ, թե Ազնավուրն օգտագործում էր այս պատմությունը որպես արդարացում իր վտանգավոր պայքարի համար։ Եվ ավելի կարևորը, եթե Ազնավուրը իրոք պատրաստ էր իր կյանքը զոհել այս ճշմարտության համար, ինչու այնուամենայնիվ թաքցրեց փաստաթղթերը եւ չհրապարակեց անմիջապես։ Արդյոք նա փնտրում էր կատարյալ պահը, թե փնտրում էր արդարացում երբեք չհրապարակելու համար։ 1995 թվականի հունվարի 20-րդ օրը Ազնավուրին հրավիրեցին հեռուստատեսային հարցազրույցի, խոսելու Հայաստանի մասին։ Հարցազրույցը ուղիղ եթերում էր, եւ լրագրողը հարցրեց նրան. «Պարոն Ազնավուր, դուք 98-րդ թվականից ի վեր նվիրված եք Հայաստանին։ Ինչպես եք զգում ձեր գործունեության արդյունքները»։ Ազնավուրը մի վայրկյան լռեց։ Նրա դեմքին երևաց ինչ-որ ծանր զգացում, բայց ապա նա ժպտաց եւ պատասխանեց. «Ես երջանիկ եմ, որ կարողացա օգնել իմ ժողովրդին»։ Բայց լրագրողը չզիջեց։ Կան խոսակցություններ, որ օգնության մի մասը
չի հասել գարիքավորներին։ Ինչ կասեք այդ մասին։ Եվ հենց այդ հարցը դարձավ շրջադարձային։ Ազնավուրը նայեց ուղիղ տեսախցիկին, այն միլիոնավոր մարդկանց, ովքեր հետևում էին ուղիղ եթերում, եւ ասաց ինչ-որ բան, որը նա երբեք չէր պետք ասեր։ Նա ասաց. «Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր օգտվել են այդ օգնությունից իրենց անձնական շահերի համար։ Ես գիտեմ նրանց անունները, եւ երբ ժամանակն ու վայրը գան, ես կխոսեմ»։ Ստուդիան լռեց։ Լրագրողը չէր սպասում այդպիսի պատասխանի։ Նա փորձեց շարունակել. «Իսկ երբ կլինի այդ ժամանակը»։ Բայց Ազնավուրն արդեն վեր կացավ եւ հեռացավ ստուդիայից։ Այդ հարցազրույցը դարձավ լուր ոչ միայն Ֆրանսիայում, այլև Հայաստանում։ Հայկական հեռուստաընկերությունները կրկնում էին այդ պահը անընդմեջ։ Մարդիկ փողոցներում սկսեցին խոսել. ովքեր են այդ անունները, որոնք Ազնավուրն ասաց, երբ նա կհրապարակի դրանք, եւ ամենակարևորը, արդյոք պաշտոնյաները կպատժվեն, թե կրկին ամեն ինչ կթաքցվի։ Բայց Ազնավուրին չհաջողվեց պատասխանել այդ հարցերին, որովհետև նույն օրն երեկոյան, երբ նա վերադարձավ տուն, նրա հեռախոսը զանգեց։ Անծանոթ ձայն, խորը եւ սառը, ասաց միայն 3 բառ. «Դուք սխալ արեցիք» եւ կտրեց։ Ազնավուրը նստեց իր բազասկաթոռին եւ հասկացավ, որ նա հատեց գիծը։ Մինչ այդ նա միայն հավաքում էր ապացույցներ, նրանք գիտեին դա, բայց թույլ էին տալիս, որովհետև նա չէր հրապարակում։ Բայց հիմա, երբ նա հանրության առաջ հայտարարեց, որ ունի անուններ, ամեն ինչ փոխվեց։ Նրանք հիմա պետք է գործեին ակտիվորեն, կամ կործանեին նրան, կամ ստիպեին նրան լռել։ Ազնավուրը զանգահարեց Ֆրիդրիխ Մյուլերին, իր միակ վստահելի ընկերոջը։ «Ֆրիդրիխ, ես կարծում եմ, որ նրանք հիմա ավելի լուրջ են, մենք պետք է պատրաստ լինենք»։ Մյուլերը պատասխանեց. «Շարլ, դու մտածել ես, որ գուցե արժե հրապարակել հենց հիմա։ Եթե մարդիկ արդեն սպասում են, եթե մամուլը հետաքրքրված է, հիմա ամենաանվտանգ պահն է»։ Ազնավուրն իրավացի հարց էր։ Գուցե իրոք այժմ պահը, երբ նա կարող էր անվտանգ եղանակով դա անել։ Բայց Ազնավուրը պատասխանեց. «Ոչ դեռ։ Ես ուզում եմ համոզվել, որ ապացույցներն այնքան ամուր են, որ ոչ ոք չի կարողանա հերքել»։ Իսկապես սա ճշմարտությունն էր, թե Ազնավուրն իրականում վախենում էր հրապարակումից եւ գտնում էր պատճառներ հետաձգելու համար։ Ազնավուրի մեջ ապրում էին երկու մարդ՝ հանրային Ազնավուրը, ով երգում էր, ժպտում էր, ներկայացնում էր հայությունը ամբողջ աշխարհին, եւ գաղտնի Ազնավուրը, ով գիշերները չէր կարողանում քնել, ով ինքն իր հետ վիճում էր։ Արդյոք ճիշտ է շարունակել այս պայքարը։ Գիշերները, երբ բոլորը քնած էին, նա նստում էր իր աշխատասեղանի մոտ եւ կարդում էր իր հին նամակները։ Այն նամակները, որոնք ուղարկել էին նրան Հայաստանից։ Նամակներ, որոնցում մայրերը խնդրում էին նրան չմոռանալ իրենց։ Տարեցները գրում էին. «Դուք մեր միակ հույսն եք»։ Երիտասարդները խոստանում էին. «Մենք միշտ կհիշենք ձեր անունը»։ Եվ նա զգում էր անտանելի ճնշում։ Ինչպես կարող է դավաճանել այդ վստահությանը։ Ինչպես կարող է լռել, երբ այդ մարդիկ սպասում են նրանից արդարություն։ Բայց արդարությունը, ինչպես նա իմացավ այդ տարիներին, չի գալիս արագ։ Եվ երբեմն դրա գինը շատ ավելի բարձր է, քան մարդն իսկապես պատրաստ է վճարել։ Ազնավուրը նայեց պատուհանից դուրս, Փարիզի լույսերի վրա, եւ գիտեր, նա արդեն հատել էր այն գիծը, որից հետո վերադարձ չկա։ 1995 թվականի մարտի 30-րդ օրը Ազնավուրի անձնական բժիշկը դոկտոր Ժան Մարտելը գրեց նրան նամակ։ Նամակում մի նախադասություն էր միայն. «Շարլ, քո արյան ճնշումը վտանգավոր է, դու պետք է հանգստանաս»։ Բայց ինչպես կարող էր Ազնավուրը հանգստանալ, երբ ամեն գիշեր նրա մտքում պտտվում էին նույն հարցերը. ով, երբ, ինչու։ 5 տարի անընդմեջ աշխատանքի, 5 տարի անընդհատ սպառնալիքների, 5 տարի կրկնակի կյանքի, երբ ցերեկը նա ժպտում էր տեսախցիկների առաջ, իսկ գիշերները թմրում էր ցավազրկողներով, որպեսզի կարողանա քնել։ Նրա մարմինը վճարում էր գինը։ Մազերը ամբողջովին ճերմակել էին, դդեմքը ծածկված էր խոր ծալքերով, ձեռքերը դդողում էին առավոտյան սուրճ խմելիս։ Նա քաշել էր 12 կիլոգրամ 6 ամսում։ Երբ նայում էր հայելու մեջ, չէր ճանաչում այդ ծերունուն, որը նրան նայում էր։ Սա էր իշխանության արժեքը, բայց ոչ իշխանության իր ձեռքում, այլ իշխանության դեմ պայքարի արժեքը։ Արդյոք Ազնավուրի մարմինը գիտեր ինչ-որ բան, ինչը նրա միտքը դեռ չէր ընդունում։
Արդյոք նա մեռնում էր ոչ թե ֆիզիկական հիվանդությունից, այլ այն գաղտնիքի ծանրությունից, որը տարել էր իր մեջ 7 տարի։ Նրա ընտանիքը նկատել էր փոփոխությունները։ Նրա դուստրը մի անգամ հարցրել էր. «Հայր, դու լավ ես զգում»։ Ազնավուրը պատասխանել էր ժպիտով. «Ես պարզապես հոգնած եմ սիրելիս»։ Բայց ժպիտը չէր հասնում աչքերին։ Այդ աչքերում էր տեսնվում ինչ-որ սարսափելի բան, հուսահատություն թերևս, կամ հանդգնություն, կամ գուցե պարզապես հաշտվածություն։ Հաշտվածություն այն հետ, որ նա երբեք չի կարողանա հանգիստ մեռնել։ Որ նա կմեռնի կիսաբաց գաղտնիքով, կիսավերջացած պատմությամբ, կիսապատասխանված հարցերով։ Բայց նա չէր կարող ասել ճշմարտությունը իր ընտանիքին։ Ինչպես բացատրեր իր դստերը, որ յուրաքանչյուր օր, երբ նա դուրս է գնում տնից, նա չգիտի արդյոք կվերադառնա։ Ինչպես ասել իր կնոջը, որ յուրաքանչյուր գիշեր, երբ նա բարակ քնած է, նա պատրաստվում է վերջին ճամփորդության։ Ազնավուրը որոշել էր կրել այս բեռը միայնակ։ Երբ մարդ ապրում է նման լարվածության մեջ, նրա մարմինը սկսում է հիշել, սիրտը սկսում է աշխատել անկանոն, թոքերը չեն կարողանում բավարար օդ ստանալ, ուղեղը անընդհատ մնում է զարթոն, նույնիսկ երբ մարմինը քնած է։ Դոկտոր Մարտելը նախազգուշացրել էր. «Եթե չդադարեցնես, Շարլ, կարող ես ստանալ սրտի կաթված»։ Բայց Ազնավուրը պատասխանել էր. «Ժան, մարդիկ մեռնում են ոչ միայն սրտի կաթվածից, մարդիկ մեռնում են նաև, երբ չեն կարողանում ապրել իրենց հետ»։ Ազնավուրն ավելի վախենում էր լռությունից, քան մահից։ Նա գիտեր, եթե մեռներ չխոսելով, ապա նրա կյանքը կորած էր։ Բայց եթե մեռներ խոսելուց հետո, գոնե նրա մահը կկարողանար ինչ-որ նշանակություն ունենալ։ 1995 թվականի ապրիլին Ազնավուրին հրավիրեցին Երևան, մասնակցելու երկրաշարժի 7-ամյա հիշատակի միջոցառմանը։ Նա գիտեր, որ պետք է գնա, թեև նրա բժիշկը խստորեն արգելել էր։ Երբ նա ժամանեց Երևան, օդանավակայանում սպասում էր ամբողջ մարդկանց, ծաղկեպսակներով, Գովազդային թերթիկներով, տեսախցիկներով։ Նրանք ուզում էին տեսնել իրենց հերոսին, մարդուն, ով չէր մոռացել նրանց։ Բայց երբ Ազնավուրը իջավ ինքնաթիռից, մարդիկ լուռ մնացին մի վայրկյան։ Նրանք տեսան ոչ թե այն կորովի երգիչին, ում հիշում էին հեռուստատեսությունից, այլ թուլացած, հոգնած, գրեթե կոտրված մարդու։ Ազնավուրն իսկապես տարիներով ավելի ծեր էր երևում, բայց ապա նա ժպտաց, եւ այդ ժպիտը ամբողջովին փոխեց նրա դեմքը։ Մարդիկ սկսեցին ծափահարել, երգել, լալ։ Ազնավուրն ընկած էր ծովի մեջ, ով նրան սիրում էր, եւ նա զգաց դա արժե։ Այս սերը արժե բոլոր ցավերին։ Բայց այդ օրը ինչ-որ մեկը նրան փոխանցեց փաստաթուղթ։ Անծանոթ ձեռքից, փողոցում, երբ նա քայլում էր դեպի հյուրանոց։ Փաստաթուղթը պարզ էր՝ մի էջ, մի անուն, մի բանկային հաշիվ։ Ազնավուրը կարդաց առանց դադարի։ Անունը նրան ծանոթ էր։ Մի բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանի կառավարությունում, ով պատասխանատու էր եղել երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Բանկային հաշիվը Շվեյցարիայում $2 միլիոն։ Մուտք եղած 1989 թվականի դեկտեմբերից 1990 թվականի հունվարի միջև։ Ազնավուրը հասկացավ ինչ էր դա։ Այս էր մի կտոր այն հսկա գործակալի, որը գողացել էր երկրաշարժի զոհերի փրկության հույսը։ Բայց ով էր այդ անձը, ով փոխանցել էր այս փաստաթուղթը, եւ ինչու հենց հիմա։ Ազնավուրը փակվեց հյուրանոցային սենյակում եւ սկսեց հետաքննել։ Նա զանգահարեց իր կապերին Շվեյցարիայում, բանկային աշխատակիցներին, ով նա ճանաչում էր։ Նա պահանջեց ստուգել այդ հաշվի իսկությունը։ 2 օր հետո պատասխան եկավ, հաշիվը իրական էր, գումարները իրական էին։ Ազնավուրը ապացույց ուներ։ Առաջին անգամ 7 տարիներում նա ուներ իսկական, անհերքելի, փաստաթղթային ապացույց։ Բայց նա չգիտեր, արդյոք դա թակարդ էր։ Արդյոք ինչ-որ մեկը ուզում էր, որ նա սա հրապարակի, որպիսի ապա նրան մեղադրեն սուտ տեղեկություն տարածելու մեջ։ Թե դա իրոք վերջապես որևէ ներսից մարդու խիղճը խոսեց։ Ազնավուրը որոշեց սպասել։ Նա վերադարձավ Փարիզ, այդ փաստաթղթի հետ իր ճամպրուկում եւ թաքցրեց այն Մյուլերի տանը, մնացած արխիվի հետ միասին։ Բայց այժմ նա գիտեր,
անուններից մեկը հաստատված էր։ Գիտակցում եք, թե որքան ուժ է պետք մարդուն պահելու այդպիսի գաղտնիք։ Որքան ուժ է պետք գիտենալ անունը մեղավորի, ունենալ ապացույցը նրա դեմ և չկարողանալ խոսել։ Երբ դուք հանդիպում եք այդ մարդուն հանրային միջոցառումներում, երբ տեսնում եք նրան հեռուստատեսությունում, ժպտացած, հաջողակ, հպարտ, իսկ դուք գիտեք նա գող է, նա դավաճան է, նա արյան վրա հարստացած մարդ է։ Ազնավուրին պատահեց հենց դա։ 1995 թվականի մայիսին Փարիզում տեղի ունեցավ ֆրանկո-հայկական մշակութային երեկո։ Այնտեղ ներկա էր այդ պաշտոնյան, որպես պատվավոր հյուր։ Ազնավուրը հանդիպեց նրան դահլիճում, նրանք ձեռք սեղմեցին, նրանք նույնիսկ խոսեցին մի քանի րոպե։ Պաշտոնյան ժպտաց և ասաց. «Պարոն Ազնավուր, մենք անսահման երախտապարտ ենք ձեզ»։ Ազնավուրը նայեց նրա աչքերի մեջ և չտեսավ ոչինչ։ Ոչ վախ, ոչ մեղք, ոչ ամոթ։ Սա էր ամենաանմարդկայինը։ Այս մարդիկ գիտեին, որ նրանք անպատիժ են։ Նրանք գիտեին, որ համագարկը պաշտպանում է նրանց։ Եվ նրանք շարունակում էին գողանալ, շարունակում էին սուտ խոսել, շարունակում էին կեղծել իրենց խղճը։ Այդ երեկոյից հետո Ազնավուրը վերադարձավ տուն և առաջին անգամ կոտրվեց։ Նա նստեց իր հյուրասենյակի հատակին և լաց եղավ։ Լաց եղավ այնպես, ինչպես երեխա է լում, անկառավարելի, ողբալի, անօգնական։ Նրա կինը փորձեց մխիթարել նրան, բայց նա չէր կարողանում խոսել։ Եվ այդ գիշեր նա առաջին անգամ խոսեց բոլորը։ Նա պատմեց իր կնոջը ամբողջ պատմությունը՝ ցուցակը, փաստաթղթերը, սպառնալիքները, վախը, անկարողությունը հրապարակելու և այդ օրվա հանդիպումը հենց այն մարդու հետ, ում նա գիտեր դավաճան է։ Նրա կինն ունկնդրեց լուռ, և երբ նա վերջացրեց, նա միայն ասաց. «Շառլ, դու պետք է թողնես դա։ Այդ պատերազմը քոնը չէ»։ Ազնավուրը նայեց նրան և պատասխանեց. «Եթե ոչ իմը, ապա ումը։ Իսկ ով է պատերազմելու այդ մարդկանց համար, ովքեր ոչինչ չունեն, ովքեր ոչ ձայն ու ոչ ձայն ունեն, ովքեր մոռացված են»։ Հարցը պարզ էր։ Եթե ոչ Ազնավուրը, ապա ով։ Բայց արդյոք Ազնավուրն իսկապես էր ճիշտ մարդը այդ պատերազման համար։ Արդյոք երգիչը, ով սիրված էր իր խոսքերի, իր ժպիտի, իր երաժշտության համար, կարող էր դառնալ դատախազ, հետաքրքիր, խոստովանող։ Թե նա պարզապես մարդ էր, ով չէր կարողանում ընդունել իր անկարողությունը փոխել համակարգը և փորձում էր մխիթարել իրեն այն մտքով, որ գոնե ես փորձեցի։ 1995 թվականի հուլիսի 11-ին Ազնավուրը նստած էր իր Փարիզի տան այգում, վերլուծելով արխիվները։ 300 էջ։ 7 տարի աշխատանքի արդյունք։ 7 տարի վախի, սպասման, հավաքման, գաղտնալսման, որսի։ Նա սկսեց փնտրել ընդհանուր կապը, որովհետև այդ բոլոր մարդիկ չէին կարողանում գործել անկախ, որովհետև մի 15-20 մարդ, ովքեր տարբեր պաշտոններում էին, տարբեր վայրերում, չէին կարողանում կազմակերպել այսքան մասշտաբային գողություն առանց ինչ-որ մեկի, ով համակարգում էր, ով պլանավորում էր, ով պաշտպանում էր նրանց։ Ազնավուրը սկսեց նկարել գծապատկեր, անուններ, կապեր, ամսաթվեր, գումարներ, և աստիճանաբար սկսեց երևալ օրինակ։ Բոլոր կապերը տանում էին դեպի երկու անուն, երկու մարդ, ովքեր ներկայացված էին յուրաքանչյուր մեծ գործարքում, յուրաքանչյուր վիճելի որոշման մեջ, յուրաքանչյուր անհետացած բեռնադարում։ Առաջին անունը էր հայտնի բիզնեսմեն, ով տիրապետում էր շինարարական կազմակերպություններին Հայաստանում։ Նրա անունը։ Բայց Ազնավուրը գիտեր նրա ամբողջ կենսագրությունը։ Նա էր այն մարդը, ով ստացել էր բոլոր խոշոր պայմանագրերը վերակառուցման աշխատանքների համար։ Նա էր այն մարդը, ով կառավարում էր բեռնատարների հոսքը Ֆրանսիայից Հայաստան։ Նա էր այն մարդը, ով որոշում էր, որ գյուղերն են ստանում օգնություն և որոնք ոչ։ Եվ ամենակարևորը, նա էր այն մարդը, ով 90-ականների սկզբին դարձավ հարուստագույն մարդը Հայաստանում։ Երկրաշարժից հետո, կորուստից հետո, ողբերգությունից հետո։ Նա դարձավ հարստագույնը։ Երկրորդ անունը էր կառավարական պաշտոնյա,
ով ուներ հսկայական ազդեցություն արտաքին օգնության բաշխման վրա։ Նա էր այն մարդը, ով ստորագրում էր փաստաթղթերը, ով հաստատում էր ցուցակները, ով որոշում էր, որ կազմակերպություններն են ստանում գումար եւ որոնք ոչ։ Եվ նա էր այն մարդը, ով ուներ բանկային հաշիվներ Շվեյցարիայում, Լիխտենշտայնում, Կիպրոսում։ Ազնավուրը ստացել էր մի մասը այդ տեղեկությունները լրագրողներից, ում նա վստահում էր։ Մի մասը անանուն աղբյուրներից, ովքեր ուղարկել էին նրան փաստաթղթեր, եւ մի մասը իր սեփական հետաքննությունից։ Այժմ նա ուներ պատկերը։ Նա ուներ համակարգի քարտեզը։ Նա հասկանում էր, ինչպես է դա աշխատում։ Բիզնեսմենը եւ պաշտոնյան աշխատում էին միասին։ Պաշտոնյան տալիս էր պայմանագրերը բիզնեսմենին, բիզնեսմենը կատարում էր աշխատանքները, օգտագործելով բարեգործական գումարները, բայց գնագուշտագուշտակում էր հաշիվները։ Տարբերությունը բաժանվում էր նրանց երկուսի միջև՝ պարզ, արդյունավետ, անտեսանելի։ Որովհետև ով է ստուգելու հաշիվները, երբ քաղաքը փլատակներում է։ Ով է հարցնելու, ինչու այս տունը արժեց 10,000, իսկ նույն տունը մեկ այլ գյուղում արժեց 20,000։ Մարդիկ երախտապարտ էին, որ ընդհանրապես ինչ-որ բան ստանում էին։ Եվ այդ երախտագիտությունը դարձավ ծածկոց նրանց համար, ովքեր գողանում էին։ Ազնավուրն այժմ հասկանում էր ամբողջ սխեման, բայց նա չէր կարողանում ապացուցել այն իրավական առումով։ Նրա ապացույցները բավարար էին լրագրողական հետաքննության համար, բայց ոչ դատարանի համար։ Նա պետք էր ավելին։ Նա պետք էր բանկային փաստաթղթեր, պայմանագրեր, ստորագրություններ։ Նա պետք էր ինչ-որ մեկը ներսից, ով կխոստովաներ։ Բայց ինչպես գտնել այդպիսի մարդու։ Ինչպես համոզել մեկին, ով ներառված էր այս համակարգում, խոսելու, երբ խոսելը նշանակում էր կործանել իրեն եւ իր ընտանիքը։ 1995 թվականի օգոստոսին Ազնավուրը որոշեց ռիսկ գործել։ Նա զանգահարեց մի անձի, նախկին աշխատակցի այդ բիզնեսմենի հետ, ով հեռացել էր աշխատանքից 1991 թվականին։ Ազնավուրը գտել էր նրա անունը մի հին փաստաթղթում, որտեղ գրված էր, որ այդ մարդը մերժել էր ստորագրել կեղծ հաշիվ եւ հեռացվել էր։ Ազնավուրը մտածեց. եթե նա մերժել էր ստորագրել, նշանակում է նա ուներ խիղճ։ Եթե ուներ խիղճ, նշանակում է 1995 թվականի օգոստոսի 17-ին, երբ Ազնավուրը զանգահարեց այդ նախկին աշխատակցին Վահագն Սարգսյանին, հեռախոսը պատասխանեց կինը։ Նրա ձայնը դող էր ունենում։ «Ո՞վ եք դուք», հարցրեց նա։ Ազնավուրը ներկայացավ։ Կինը լուռ մնաց մի քանի վայրկյան, ապա շշնջաց. «Դուք չպետք է զանգահարեք այստեղ, նրանք լսում են», եւ կտրեց։ Ազնավուրը փորձեց կրկին։ Անջատված էր։ Նա փորձեց երրորդ անգամ, նույն արդյունքը։ Բայց 2 ժամ հետո նրա հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար։ Ազնավուրը վերցրեց։ Տղամարդու ձայն, ցածր եւ վախեցած։ «Պարոն Ազնավուր, ես եմ Վահագն Սարգսյանը։ Խնդրում եմ մի զանգահարեք տուն։ Վաղը ժամը 5 երեկոյան Սեն Միշել եկեղեցու մոտ։ Գաք միայնակ»։ Ազնավուրը համաձայնեց։ Հաջորդ օրը նա եկավ ժամանակին, սպասեց եկեղեցու աստիճաններին։ Վահագնը հայտնվեց 20 րոպե ուշ, շրջվելով ամեն քայլափոխի, կարծես ինչ-որ մեկը հետևում էր։ Նրանք մտան եկեղեցի, նստեցին վերջին շարքում։ Վահագնը սկսեց խոսել շշնջալով. «Ես տեսա ամեն ինչ։ Ես գիտեի, թե ինչ են անում։ Հաշիվների կեղծումը, սարքավորումների վաճառքը, գումարների կիսելը։ Երբ ես մերժեցի ստորագրել կեղծ ապրանքագիր, նրանք սպառնացին ինձ։ Ասացին, եթե խոսեմ, իմ ընտանիքը կտուժի։ Ես լռեցի։ Բայց 7 տարի արդեն ապրում եմ այդ լռության հետ, եւ այն սպանում է ինձ ամեն օր։ Ազնավուրը հարցրեց. «Դու պատրաստ ես վկայել, պաշտոնապես, դատարանում»։ Վահագնը թող գլուխը թեքեց։ «Ես վախենում եմ, բայց ավելի շատ վախենում եմ այն մարդուց, ով ես դառնում եմ, եթե շարունակեմ լռել»։ Սա էր այն պահը, որին Ազնավուրը սպասել էր 7 տարի։ Վերջապես վկա, ով ներսից էր, ով տեսել էր, ով գիտեր։ Նրանք պայմանավորվեցին հանդիպել կրկին 2 օր հետո։ Վահագնը կբերեր փաստաթղթեր, որոնք թաքցրել էր իր տանը։
Բայց երբ Ազնավուրը եկավ որոշված տեղում, փոքրիկ կաֆե լատինյան թաղամասում, Վահագնը չեկավ։ Ազնավուրը սպասեց ժամ, 2 ժամ, 3 ժամ։ Զանգահարեց նրա հեռախոսին, անջատված էր։ Հաջորդ օրը նա զանգահարեց կրկին, այս անգամ պատասխանեց կինը, եւ այն ինչ նա ասաց, սառեցրեց Ազնավուրի արյունը։ Վահագնը հիվանդանոցում է, ավտովթար։ Բժիշկները ասում են, նա չի կարող խոսել։ Գուցե երբեք չխոսի։ Ազնավուրը հարցրեց. Ինչպես տեղի ունեցավ։ Կինը պատասխանեց. Նրանք ասում են պատահական, բայց ես գիտեմ։ Ես գիտեմ, որ դուք զանգահարեցիք, եւ հաջորդ օրը դա պատահեց։ Պատահական։ Այդ բառը, որը դարձել էր ծածկոց բոլոր այն մահերի համար, որոնք չէին պատահական։ Ազնավուրը զգաց անզորություն, որը նա երբեք չէր զգացել։ Նա փորձեց մեկ անգամ եւս, մեկ վերջին անգամ կապվել ճշմարտության հետ, եւ արդյունքում մի անմեղ մարդ ընկավ հիվանդանոց։ Արդյոք դա նրա մեղքն էր։ Արդյոք նա իրավունք ուներ ներգրավել մարդկանց այս վտանգավոր խաղում։ Արդյոք նա իրավունք ուներ սպասել, որ ուրիշները զոհաբերեն այն, ինչ նա ինքն էլ չէր կարողանում զոհաբերել, իր անվտանգությունը, իր խաղաղությունը, իր ապագան։ Այդ հարցերը հանգստություն չէին տալիս նրան։ Նա վերադարձավ տուն եւ առաջին անգամ իր կյանքում խորեց լուրջ. արդյոք պետք է դադարեցնել։ Թերևս նրա կինը ճիշտ էր։ Թերևս սա իրոք չէր իր պատերազմը։ Թերևս ժամանակն էր թողնել, մինչև ուրիշ ինչ-որ մեկը դուժեր։ Բայց հաջորդ առավոտ նա ստացավ փաստաթուղթ։ Փոստարկղում առանց հասցեատիրոջ անվան։ Ծրարի ներսում 7 էջ ձեռագիր, Վահագն Սարգսյանի գրությամբ։ Գրված էր վաղ առավոտյան, հավանաբար նախքան ավտովթարը։ 7 էջում նա պատմում էր ամեն ինչ. անուններ, գումարներ, ամսաթվեր, ինչպես էին կազմակերպում կեղծ ապրանքագրերը, ինչպես էին բաժանում գումարները, ով ում էր վճարում, ով ում էր պաշտպանում։ Սա էր ոսկե ապացույցը։ Վահագնը գիտեր, որ վտանգ է սպառնում, եւ նախքան այդ հանդիպումը գրել էր ամեն ինչ եւ ուղարկել Ազնավուրին։ Նա գիտեր, որ գուցե չկարողանա խոսել, բայց թուղթը կխոսեր իր փոխարեն։ Ազնավուրը կարդաց 7 անգամ։ Յուրաքանչյուր բառ էր հարված համակարգին, յուրաքանչյուր նախադասություն էր դատավճիռ։ Նա ուներ այն, ինչի համար սպասել էր 7 տարի։ Բայց ինչ գնով։ Հիմա նա ունեցավ ընտրություն։ Հրապարակել այս փաստաթուղթը նշանակում էր հայտնել, որ Վահագնը խոսել է, ինչը կդարձներ նրան թիրախ ավելի լուրջ հարձակման համար։ Չհրապարակելը նշանակում էր, որ Վահագնի զոհողությունը ընդունայն էր։ Ինչպիսի ընտրություն էր սա։ Ինչպիսի խաչմերուկ էր սա։ Ազնավուրը նստեց իր աշխատասեղանի մոտ ողջ գիշեր եւ մտածեց։ Նա հիշեց այն տարեց կնոջը փլատակների վրա։ Նա հիշեց այն երեխաներին, ովքեր կորցրել էին ամեն ինչ։ Նա հիշեց այն ընտանիքներին, ովքեր սպասում էին օգնության եւ ստացել էին միայն խոստումներ։ Եվ նա որոշեց։ Նա չէր կարող հրապարակել անմիջապես, որովհետև դա վտանգ էր ստեղծում Վահագնի համար։ Բայց նա կարող էր պատրաստվել։ Նա կարող էր կազմակերպել ամեն ինչ այնպես, որ մի օր, երբ պայմանները ճիշտ լինեին, ճշմարտությունը կբացահայտվեր։ Նա գրեց 2 նամակ, մեկը իր իրավաբանին, մեկը իր մերձավոր ընկեր լրագրողին։ Նամակներում նա բացատրեց, որտեղ են փաստաթղթերը, ինչպես դրանք պաշտպանված են եւ ինչ պետք է անել, եթե նրան ինչ-որ բան պատահի։ Արդյոք Ազնավուրը գիտեր, որ վախտը մոտենում է։ Արդյոք նա զգում էր, որ այն ուժերը, որոնց դեմ նա պայքարում էր, այլևս չեն համբերի։ Արդյոք նա պատրաստ էր վերջին ճամփորդության։ Հարցերը, որոնք մնում են։ Արդյոք Վահագն Սարգսյանի ավտովթարը իրոք պատահական էր, թե սա առաջին զգուշացումն էր Ազնավուրին։ Եվ ամենակարևորը, ովքեր էին այն 2 անունները գծապատկերի կենտրոնում, որոնց մասին Ազնավուրը գրել էր, բայց երբեք չհրապարակեց։ 1997 թվականի նոյեմբերին Ազնավուրը ստացավ հրավեր Երևան, մասնակցելու երկրաշարժի 9-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանը։ Նա գիտեր, որ չպետք է գնա։ Նրա բժիշկը խստիվ արգելել էր, նրա կինը աղերսել էր, նրա զավակները խնդրել էին, բայց նա որոշեց գնալ։
Երբ հարցրին ինչու, նա պատասխանեց. որովհետև ես պարտավոր եմ նրանց։ Ես պարտավոր եմ այն մարդկանց, ովքեր դեռ սպասում են, որ ես կխոսեմ։ Բայց նրա մերձավորները գիտեին ճշմարիտ պատճառը։ Ազնավուրը գնում էր հենց նրանց մոտ, այն մարդկանց մոտ, ում նա դեռ չէր կարողացել բացահայտել։ Նա գնում էր դեմ առ դեմ նստել իր թշնամիների հետ, վերջին անգամ նայել նրանց աչքերի մեջ, վերջին անգամ փորձել հասկանալ, արդյոք ինչ-որ մեղք կա նրանց մեջ։ 3 նոյեմբերին նա ժամանեց Երևան։ Օդանավակայանում կրկին ամբոխ, բայց այս անգամ Ազնավուրը տարբերվում էր։ Նա ավելի հոգնած էր, ավելի մոխրագույն էր, ավելի բեկված էր։ Մարդիկ նկատեցին, բայց չասացին ոչինչ։ Նրանք պարզապես ուզում էին տեսնել իրենց հերոսին վերջին անգամ։ Արդյոք նրանք գիտեին, որ սա վերջին անգամն է։ Միջոցառումը տեղի ունեցավ 5 նոյեմբերին։ Մեծ դահլիճ, հարյուրավոր մարդիկ, պաշտոնյաներ առաջին շարքերում։ Եվ հենց այնտեղ, 3-րդ շարքում, Ազնավուրը տեսավ նրան։ Բիզնեսմենը, որի անունը գրված էր նա ցուցակում, մարդը, ով հարստացել էր երկրաշարժից, մարդը, ում համար 25,000 մահ եղել էր բիզնես հնարավորություն։ Նրանք փոխանակեցին հայացքներ։ Ազնավուրը չշրջեց աչքերը։ Նա նայեց նրան երկար, այնքան երկար, որ բիզնեսմենը անհարմար զգաց և շրջվեց։ Երբ եկավ Ազնավուրի հերթը խոսելու, նա բարձրացավ բեմ։ Ամբողջ դահլիճը լռեց։ Նա սկսեց խոսել իր սովորական եղանակով, հանգիստ, ջերմ, հուզված։ Նա խոսեց զոհերի մասին, փրկության մասին, հույսի մասին։ Բայց ապա նրա դոնը փոխվեց։ Նա ասաց. 9-րդ տարի է, որ մենք հիշում ենք այդ օրը։ 9-րդ տարի է, որ մենք խոսում ենք զոհերի մասին, բայց մենք քիչ ենք խոսում մեկ այլ բանի մասին։ Մենք քիչ ենք խոսում այն մարդկանց մասին, ովքեր օգտվեցին այդ ողբերգությունից, ով հարստացան արյունից, ովքեր վաճառեցին հույսը։ Դահլիճը լարվեց։ Պաշտոնյաները սկսեցին անհանգստանալ իրենց նստատեղերում։ Ազնավուրը շարունակեց. Ես 9-րդ տարի է ապրում եմ մի գաղտնիքով։ Գաղտնիք, որը ծառանում է ամեն օր։ Ես գիտեմ անունները։ Ես գիտեմ դեմքերը։ Ես գիտեմ, թե ով ինչ արեց։ Նա դադարեց։ Ողջ դահլիճը սպասեց նրա հաջորդ բառերին։ Եվ ապա Ազնավուրը ասաց ինչ-որ բան, որը ոչ ոք չսպասում էր։ Բայց ես չեմ խոսի այսօր։ Ես չեմ խոսի այստեղ։ Որովհետև այստեղ նստում են մարդիկ, ովքեր չեն թողնի ինձ խոսել։ Այստեղ նստում են մարդիկ, ովքեր սպառնացել են ինձ, իմ ընտանիքին, այն մարդկանց, ովքեր փորձել են օգնել ինձ։ Բայց ես ասում եմ ձեզ հետևյալը. ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ հավերժ։ Ես արդեն կազմակերպել եմ այնպես, որ եթե ինձ ինչ-որ բան բադահի, ամբողջ աշխարհը կիմանա այն անունները, որոնք ես գիտեմ։ Նա իջավ բեմից լիակատար լռության մեջ։ Այդ երեկոյից հետո Ազնավուրը դարձավ արգելված մարդ Հայաստանում։ Պաշտոնական մակարդակով նրան շարունակում էին պատվել, շնորհակալություններ հայտնել, բայց ներքնապես ամեն ոք գիտեր, նա հատել է գիծը։ Նա ասել է հրապարակավ այն, ինչ պետք է մնար գաղտնի, և հիմա նա պետք է վճարեր գինը։ Ազնավուրը հեռացավ Երևանից 6 նոյեմբերի առավոտյան։ Օդանավակայանում ոչ ոք չեկավ հրաժեշտ տալու, ոչ պաշտոնյաներ, ոչ լրագրողներ։ Միայն մի քանի սովորական մարդիկ, ովքեր բերել էին ծաղիկներ և լաց էին լինում։ Ազնավուրը գրկեց նրանց և շշնջաց. ներեցեք, որ չկարողացա ավելին անել։ Բայց նրանցից մեկը, տարեց կին, բռնեց նրա ձեռքը և ասաց. դուք արեցիք ամենակարևորը, դուք չլռեցիք։ Ինչպես կարող է մարդ ապրել, գիտենալով, որ նա դատապարտված է։ Ինչպես կարող է մարդ շարունակել, երբ ամեն դուռ փակվում է նրա առաջ։ Ազնավուրը վերադարձավ Փարիզ, իմանալով, որ նա դարձել է թիրախ։ Բայց նա նաև գիտեր, որ արդեն ուշ էր վախենալու համար։ Նա արդեն արել էր իր ընտրությունը։ Եվ հիմա նա պարզապես սպասում էր։ Սպասում էր, թե ինչ կլինի հաջորդը։ Արդյոք նրանք կգային նրա համար բաց, թե կգործեին ստվերներից։ Արդյոք նրանք կվախեցնեին նրան, թե կվերացնեին նրան։ Ազնավուրն ավելևս չգիտեր։
բայց նա գիտեր մեկ բան. փաստաթղթերը անվտանգ էին։ Ցուցակը գոյություն ուներ, եւ եթե նրան ինչ-որ բան պատահեր, ամբողջ ճշմարտությունը կբացահայտվեր։ Սա էր նրա վերջին պաշտպանությունը, սա էր նրա վերջին զենքը։ Գիտակցումը, որ նրա մահը կնշանակեր նրանց ավելի մեծ խնդիր, քան նրա կյանքը։ Բայց արդյոք դա բավական էր։ Արդյոք այդ սպառնալիքը կարող էր պաշտպանել նրան։ Թե կային ուժեր, որոնք պատրաստ էին նույնիսկ այդ ռիսկը ընդունել, միայն թե լռեցնեին նրան։ 1918 թվականի հոկտեմբերի առաջին օրը Շարլ Ազնավուրը արթնացավ իր տանը հարավային Ֆրանսիայում։ Դա նրա ամենասիրելի վայրն էր աշխարհում, հանգիստ, մենության, հեռու աղմուկից։ Նա արթնացավ ժամը 7-ին, ինչպես միշտ, բայց այդ առավոտը նա զգաց ինչ-որ տարօրինակ։ Մի զգացում, որը չէր կարող բացատրել։ Կարծես ինչ-որ բան փոխվել էր, կարծես օդը դարձել էր ավելի խիտ։ Նա վեր կացավ անկողնուց, հագնվեց, իջավ ճաշասենյակ։ Նրա կինը պատրաստել էր նախաճաշ։ Նրանք նստեցին միասին և ուտեցին լուր։ Ազնավուրը նայում էր պատուհանից դուրս այգու վրա, ծառերի վրա, երկնքի վրա։ Ամեն ինչ նորմալ էր երևում, ամեն ինչ խաղաղ էր, բայց ինչ-որ բան ճիշտ չէր։ Ազնավուրը զգաց անհանգստություն, որը հետապնդում էր նրան վերջին շաբաթներին։ Զգացում, որ ժամանակը սպառվում էր։ Նա վեր կացավ սեղանից և գնաց իր աշխատասենյակ։ Այնտեղ, գրասեղանի դարակում, պահվում էր նրա վերջին գրած նամակը։ Նամակ իր զավակներին։ Նամակ, որտեղ նա բացատրում էր ամեն ինչ, ինչու արեց այն, ինչ արեց, ինչու նա չէր կարողացել լռել, ինչու նա ընտրեց այս ճանապարհը։ Եվ վերջում նա խնդրում էր նրանց ներողություն։ Ներողություն այն համար, որ նրա ընտրությունը հանգեցրեց այս վերջավորությանը։ Նա կարդաց նամակը վերջին անգամ, ծալեց, դրեց ծրարի մեջ և թողեց սեղանին։ Երբ գտնեին, նրանք կհասկանային։ Ժամը 12 օրվա նա դուրս եկավ տուն քայլելու համար։ Այգին գեղեցիկ էր աշնանային գույներով։ Նա քայլեց դանդաղ, վայելելով ամեն քայլ, ամեն շունչ, ամեն պահ։ Կարծես նա գիտեր, որ սա վերջինն է։ Կարծես նա գիտեր, որ այս առավոտից հետո ամեն ինչ կփոխվի։ Նա քայլեց մինչև այգու ծայրը, որտեղ հին ծառը կանգնած էր, այն ծառը, որի տակ նա սիրում էր նստել և մտածել։ Նա նստեց հոգնած։ Նրա սիրտը բախում էր անկանոն։ Նա զգաց ցավ կրծքավանդակում, բայց անտեսեց։ Ցավը միշտ եղել էր վերջին տարիներին։ Նա սովորել էր ապրել դրա հետ։ Ժամը 1-ից հետո նրա կինը դուրս եկավ փնտրելու նրան։ Նա գտավ նրան նստած ծառի տակ, աչքերը փակ, դեմքը խաղաղ։ Առաջին պահին նա մտածեց, նա քնած է, բայց երբ մոտեցավ և կանչեց, նա չպատասխանեց։ Երբ դիպավ նրա ձեռքին, այն սառն էր։ Շարլ Ազնավուրի երկրային ուղին ավարտվեց այն օրը, հանգիստ, առանց աղմուկի, առանց վկաների։ Բժիշկները ասացին սրտի կաթված։ Պաշտոնական տարբերակներ, բնական մահ։ 94 տարեկան մարդ, ով ամբողջ կյանքը աշխատել էր, ով կրել էր անթիվ լարվածություններ, ով վերջին տարիներին ապրել էր անընդհատ սթրեսի մեջ։ Ոչ ոք չկասկածեց։ Բայց եղան մարդիկ, ովքեր կասկածեցին։ Եղան մարդիկ, ովքեր հիշեցին նրա վերջին ելույթը Երևանում։ Հիշեցին նրա խոստումը, որ եթե նրան ինչ-որ բան պատահի, ամեն ինչ կբացահայտվի։ Եվ նրանք սկսեցին սպասել։ Սպասեցին, որ նրա փաստաթղթերը հրապարակվեն։ Սպասեցին, որ ցուցակը տեսնի լույսը։ Սպասեցին, որ այն անունները, որոնք Ազնավուրը խոստացել էր բացահայտել, վերջապես հայտնի դառնան։ Բայց շաբաթներ անցան, ամիսներ անցան, և ոչինչ չտեղի ունեցավ։ Փաստաթղթերը, որոնք Ազնավուրը պահել էր Ֆրիդրիխ Մյուլերի տանը, անհետացել էին։ Երբ իրավաբանները եկան վերցնելու դրանք, տուփը դատարկ էր։ Փողոցային անվտանգության տուփ, որին հասանելիություն ունեին միայն երկու մարդ՝ Ազնավուրը և Մյուլերը։ Բայց Մյուլերը երդվեց, որ երբեք չէր բացել այն։ Ուրեմն ով բացեց։ Ինչպես մեկը ստացավ մուտք այն տուփին, որը պահպանվում էր շվեյցարական բանկում, պաշտպանված բոլոր հնարավոր համակարգերով։ Եվ եթե փաստաթղթերը անհետացել էին, ուրեմն ցուցակն էլ անհետացել էր։
Այն 7 էջը, որոնք Վահագն Սարգսյանը գրել էր։ Այն անունները, որոնք Ազնավուրը հավաքել էր 10 տարիների ընթացքում։ Բոլոր ապացույցները, բոլոր դատավճիռները, բոլոր ճշմարտությունները անհետացած։ Կարծես ինչ-որ մեկը գիտեր ճիշտ, թե ուր փնտրել։ Կարծես ինչ-որ մեկը սպասել էր հենց այդ պահին։ Կարծես ամբողջ ծրագիրը նախապես մտածված էր։ Ազնավուրի զավակները փորձեցին հետաքննել։ Նրանք դիմեցին Փարիզյան ոստիկանությանը, շվեյցարական իշխանություններին, անգամ Ինտերպոլին, բայց ամենուրեք նույն պատասխանը՝ ոչինչ, կասկածելի չկա։ Բանկի գրանցամատյանները ցույց էին տալիս, որ տուփը բացվել էր մեկ անգամ 2 շաբաթ առաջ Ազնավուրի մահից, ինքը Ազնավուրի կողմից։ Բայց Ազնավուրը չէր նշել, թե ինչ է վերցրել, եթե ընդհանրապես ինչ-որ բան վերցրել է։ Բանկի աշխատակիցները հիշում էին, որ նա եկել էր միայնակ, մտել տուփի սենյակ եւ հեռացել 20 րոպե հետո։ Ուրեմն հնարավոր էր, որ Ազնավուրն ինքը վերցրել էր փաստաթղթերը։ Բայց ինչու՞։ Եվ ուր էր դարել դրանք։ Հազարավոր տեսություններ սկսեցին շրջել։ Ոմանք ասում էին, Ազնավուրը վերջին պահին վախեցավ եւ այրեց փաստաթղթերը։ Ուրիշներ ասում էին, նա փոխանցել էր դրանք մեկ այլ անձի, ով դեռ թաքցնում է դրանք։ Երրորդները ասում էին, փաստաթղթերը գողացվել են նախքան Ազնավուրի մահը, եւ նրա մահը ծրագրված էր հենց այդ գողության պատճառով։ Բայց ոչ մի տեսություն չէր ապացուցվում։ Ոչ մի տեսություն չէր բացատրում ամբողջ պատմությունը։ Եվ աստիճանաբար, ինչպես տարիներն անցան, պատմություն սկսեց մոռացվել։ Ազնավուրի ցուցակը դարձավ առասպել։ Մարդիկ խոսում էին դրա մասին, բայց ոչ ոք չէր հավատում, որ այն իրականում գոյություն ուներ։ Բայց մի բան մնաց՝ հարցերը։ Հարցերը, որոնք Ազնավուրը թողեց իր հետևից։ Հարցերը, որոնք դեռ պատասխան չունեն։ Ո՞վ էին այդ մարդիկ ցուցակում։ Ինչ արեցին նրանք։ Ինչու Ազնավուրը չխոսեց, երբ ժամանակ ուներ։ Արդյոք նա իսկապես վախենում էր, թե նա վախենում էր ինչ-որ ավելի խորը պատճառով։ Արդյոք նա գիտեր ինչ-որ բան, որը մենք չգիտենք։ Արդյոք նրա մահը պատահական էր։ Եվ ամենակարևորը, ինչ է դարձել այն փաստաթղթերի, որոնք նա այդքան ուշադիր հավաքել էր 10 տարիների ընթացքում։ Արդյոք դրանք դեռ գոյություն ունեն, թաքնված ինչ-որ վայրում, սպասելով, որ մեկը գտնի դրանք։ Թե դրանք ոչնչացվել են, եւ ճշմարտությունը հավերժ թաղված է։ Այսօր, երբ հայերը հիշում են Ազնավուրին, նրանք հիշում են երգերը, ժպիտը, բարեգործությունը։ Բայց շատերը չգիտեն այն մյուս Ազնավուրի մասին, այն մարդու մասին, ով հավատաց արդարության, պայքարեց համակարգի դեմ եւ վերջում վճարեց կինը։ Ազնավուրի ցուցակը մնում է պատմություն, թյուն, որը երբեք չավարտվեց։ Պատմություն, որի վերջը գրված չէ։ Պատմություն, որը սպասում է, որ մեկը կգտնի այն կորած էջերը եւ կավարտի այն, ինչ Ազնավուրը սկսեց։ Եթե դուք մի օր գտնեք 300 էջ փաստաթղթեր անծանոթ արխիվում, եթե դուք մի օր տեսնեք ցուցակ անուններով, ամսաթվերով, գումարներով, հիշեք Շարլ Ազնավուրի պատմությունը։ Հիշեք, որ այդ թղթերը ոչ թե պարզապես ապացույցներ են, դրանք ձայներ են։ Ձայներ մարդկանց, ովքեր գործերին ամեն ինչ։ Ձայներ մարդկանց, ովքեր սպասեցին օգնության եւ չստացան։ Ձայներ մարդկանց, ովքեր հույս դրեցին մի մարդու վրա եւ այդ մարդը չխաբեց նրանց, նույնիսկ երբ դա նշանակեց իր կյանքը զոհաբերել։ Ազնավուրի ցուցակը դեռ ինչ որտեղ է։ Գուցե թաքնված, գուցե մոռացված, գուցե ոչնչացված։ Բայց այն, ինչ այն ներկայացնում էր, պայքարը համակարգի դեմ, ձայնը անձայների համար, հույսը արդարության համար, դա երբեք չի կարող անհետանալ։ Դա ապրում է ամեն մարդու մեջ, ով չի լռում, երբ տեսնում է անարդարություն։ Դա ապրում է ամեն մարդու մեջ, ով պայքարում է, նույնիսկ երբ գիտե, որ կարող է պարտվել։ Դա ապրում է ամեն մարդու մեջ, ով հավատում է, որ ճշմարտությունը, ուշ թե շուտ, միշտ գալիս է լույս։ Եվ գուցե դա է Ազնավուրի իսկական ցուցակը։ Ոչ թղթերի վրա գրված անուններ, այլ այն արժեքները, որոնք նա թողեց մեզ։ Արժեքները, որոնք սովորեցնում են մեզ երբեք չդադարել պայքարել, երբեք չլռել, երբեք չմոռանալ, որ մեր ձայնը կարող է փրկել ինչ-որ մեկին։
նույնիսկ եթե այդ ձայնը վախեցնում է ուժեղներին, նույնիսկ եթե այդ ձայնը արժե մեզ ամեն ինչ։